մասի չափը մոտ մի 7 միլիոն դրամի կարգի, 7.5 թե 8, չեմ հիշում, բայց մոտ այդքան էր։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձակ ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տանգողության գործը մտավ դատարան։ Եվ այսպես հափշտակության գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել Արթուր Վալոդիայի Պապյանը։ Արմդու լրատվականին հայտնի դարձավ, թե նախաքննական մարմինը կոնկրետ Արթուր Պապյանին ինչ մեղադրանք է առաջադրել։ Մասնավորապես, վերջինիս մեղադրանք է առաջադրվել, որ նա 2023 թվականից սկսած պարբերաբար շինարարական աշխատանքներ է կատարել Հրաչյա Հակոբյանին պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորախբուր բնակավայրի 130-րդ թաղամասի 36-րդ առանձնատանը, որպիսի պայմաններում իր մոտ ունեցել է նշված առանձնատան դարպասի բանալին եւ Հրաչյա Հակոբյանի թույլտվությամբ շինարարական աշխատանքներ կատարելու համար մուտք է գործել տան կից-հողամաս, իսկ մեկ դեպքում կրկին Հրաչյա Հակոբյանի թույլտվությամբ տան 3-րդ հարկի սանհանգույցի վերանորոգման աշխատանքները կատարելու ընթացքում նկատել է նույն հարկում գտնվող չհրկիզվող պահարանները եւ ծրագրել է նշված տնից կատարել գաղտնի հափշտակություն։ Եվ ահա, դրանից հետո Արթուր Պապյանը տեղեկացած լինելով, որ Հրաչյա Հակոբյանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2025 թվականի հունվարի 14-ը գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, վերոնշյալ տան բակում աշխատանքներ կատարելու պատրվակով 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ժամը 10:00-ի սահմաններում որդու Վլադ Մարտիրոսյանի հետ միասին իրեն պատկանող ՎԱԶ 2107 մատնիշի ավտոմեքենայով եկել է նշված տան տարածք, որտեղ Վլադ Մարտիրոսյանը տան բակից որոշակի առարկաներ է տեղափոխել հիշյալ ավտոմեքենա, իսկ Արթուր Պապյանը իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նախապատրաստվելու նպատակով շուրջ 50 րոպե տան տարածքում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում մանրամասն ուսումնասիրել է տան հարակից տարածքները, այնտեղ գտնվող տեսախցիկների կոնկրետ տեսանկարահանման տեսադաշտը, այդ թվում տան 2-րդ հարկի հյուրասենյակի պատուհանը եւ դրա ջաղանբանդակի հատվածը, որից հետո հեռացել են։ Արդյունքում 2024 թվականի դեկտեմբերի 29-ին կրկին եկել են Հրաչյա Հակոբյանի տուն։ Արթուր Պապյանը Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորախբուր բնակավայրում իր գտնվելու փաստը թաքցնելու նպատակով անջատել է իր կողմից շահագործվող բջջային հեռախոսները եւ իր հետ վերցրել է մորը Սուսաննա Շոդյանին պատկանող բջջային հեռախոսը, որից հետո գնացել է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորախբուր բնակավայր եւ նույն օրը ժամը 18:46-ի սահմաններում բնակարան ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ հնարավորինս տեսախցիկների տեսադաշտից դուրս տան տանիքի հատվածից սողոսկելով դեպի բակային հատված 2-րդ հարկի հյուրասենյակի պատուհանի ճաղավանդակը վնասելու եւ պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Հրաչյա Հակոբյանի պատկանող Ձորախբուր բնակավայրի 130-րդ թաղամասի 36-րդ տուն, որից հետո այլ արժեքավոր բազմաթիվ իրերի արկայության պայմաններում դրանք չվերցնելով վնասել է 3-րդ հարկում գտնվող չհրկիզվող պահարանի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել այն բացել եւ հափշտակել դրանով արկա իրերը, իսկ մյուս չհրկիզվող պահարանը վնասելու եւ բացելու արդյունքում գաղտնի հափշտակել է Հրաչյա Հակոբյանի 3 միլիոն ՀՀ դրամ կանխիկ գումարը, 1 հատ 20 գրամ կշռով 400,000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան, 1 հատ 30 գրամ կշռով 600,000 դրամ արժողությամբ ոսկյա շղթան, 1 հատ ադամանդե քարերով 200,000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա մատանին, 1 հատ 5 գրամ կշռով 200,000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա ձուլակտորը, 1 հատ Rolex տեսակի 3 միլիոն դրամ արժողությամբ ժամացույցը, 1 հատ 200,000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա թևնոցը եւ 1 հատ Պանդորա ապրանքանիշի 50,000 դրամ արժողությամբ արծաթյա թևնոցը եւ Հրաչյա Հակոբյանին պատճառել է 7 միլիոն 650,000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից հետո մինչև Հրաչյա Հակոբյանի Հայաստանի Հանրապետություն վերադառնալը 2025 թվականի հունվարի 2-ին ժամը 2:46-ի սահմաններում Արթուր Պապյանը հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ Վերջինս այսօր կալանավորված է, գտնվում է ՀՀ բանտում, իսկ գործը մտել է դատարան։